Քայլ 6. Խորիր խոստմունքների շուրջ։ Առակաց 4:20-22 Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքերին և ականջդ տուր իմ ասացներին։ Թող նրանք չգնան քո աչքի առջևից, պահիր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողների համար նրանց ամբողջ մարմնին բժշկություն։ Աղոթքիդ պատասխան ստանալու համար մշտապես խորիր այն խոստմունքների շուրջ, որոնց ապավինում ես։ Ինքդ քեզ տես այն ամենի դերը, ինչ խնդրել ես Աստծուց, ասես դա արդեն իրականություն է։ Աստված իր խոսքը կկատարի, եթե դու գործես այդ խոսքի համաձայն։ Աստծո խոսքում ասվում է, որ նա լսում և պատասխանում է աղոթքներին։ Եթե խոսքը գնում է քո աչքերի առջևից, ապա համոզված եղիր, որ կտեսնես այն, ինչ խնդրել ես։ Եթե չես տեսնում դրանք քեզ հետ, ապա Աստծո խոսքը հեռացել է աչքիդ առջևից։ Եթե դու չկանգնես խոսքի համար, Աստված չի կարող կանգնել քեզ համար, նույնիսկ եթե նա ցանկանում է։ Միակ ճանապարհը, որով Աստված գործում է, իր խոսքն է։ Նա իր խոսքի համաձայն է շարժվում և իր խոսքն ավելի բարձր է դասում իր անունից։ Եթե դու հավատարիմ մնաս խոսքին, Աստված էլ կօգնի քեզ։ Շատերն աղոթում ու աղոթում են, բայց չեն աղոթում խոսքի համաձայն։ Հովհաննեսի ավետարանի 15:7 խոսքում գրված է. Եթե կենաք ինձանում և իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ էլ որ կամենաք, կխնդրեք և կլինի ձեզ։ Հիսուսը ոչ միայն ասաց. Եթե կենաք ինձանում, այլ ավելացրեց. և իմ խոսքերը ձեզանում կենան։ Եթե նրա խոսքերն ապրեն մեր մեջ, մենք հաստատուն հիմք կունենանք։ Մի անգամ գնացել էի աղոթելու մի տարեց ավետարանչի համար։ Շատերն էին փրկվել ու հոգով լցվել նրա ծառայությունների ժամանակ։ Նա վիրահատվել էր 82 տարեկանում, և բժիշկները 7 չարորակ ուռուցք հայտնաբերելով, հույս չէին տվել, որ երկար կապրի։ Ամիսներ էին անցել, բայց նա դեռ կենդանի էր։ Երբ խոսում էի այդ կնոջ հետ, ասաց, որ ինքը բավական ծեր է և շուտով կարող է մահանալ։ Բայց ես ոգևորեցի նրան, ասելով, որ թույլ տա, Աստված բժշկի իրեն, որովհետև իր այդ տարիքում նա դեռ կարող էր հոգիներ շահել։ Այնուհետև նրա համար կարդացի Առակաց գրքի 4:20-22 խոսքերը և ասացի, որ ինքն իրեն պետք է տեսնի առողջ և պետք է քարոզի մարդկանց։ 8 ամիս անց ես կրկին տեսա այդ կնոջը և իմացա, որ ավետարանչական ծառայություններ է անցկացնում։ Ծառայություններիցս մեկի ժամանակ էր, նա մոտեցավ և գրկեց ինձ։ Ես ապշած էի, իսկ նա կարծեց չճանաչեցի իրեն, որովհետև մի քիչ գիրացել էր և առողջ կնոջ տպավորություն էր թողնում։ Երբ խոսում էինք, այդ կինն ասաց, որ անչափ ուրախ է իրեն ապրելու հույսեր տալու համար։ Ինչպես որ ասել էի, այդպես էլ արել էր։ Նա իրեն պատկերացրել էր առողջ և հիմա կրկին Աստծուն էր ծառայում, իսկ ամառվա համար արդեն ավետարանչական ծառայությունների գրաֆիկ ուներ։ Տարիներ հետո իմացա, որ նա մահացել է 91 տարեկանում, բայց ոչ չարորակ ուռուցքից։ Այդ կինը վայելեց շատ տարիներ, հավատարիմ մնալով Տիրոջը։ Մինչև բժշկվելը նա իրեն մեռած էր պատկերացնում, բայց ես նրան ստիպեցի իրեն տեսնել այն բաների մեջ, որ Աստված պատրաստել էր իր համար։ Մենք պետք է մեզ տեսնենք մեր աղոթքի պատասխանի մեջ։